Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում ազդարար լրատվականի գլխավոր թողարկումն է, բարև ձեզ, նորությունները նախամարոտ։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 24-ին եղել է Գյումրիում։ Շիրակի մարզի Լուսախբյուր գյուղի մոտակայքում գտնվող լճում հայտնաբերվել է դի խեղդվածը 1964 թվականին ծնված Գյումրու բնակիչ Լևոն Սուրենի Սուքիասյանն է եղել։ Վարամաբերդի մշակույթի տանշին աշխատանքները մեկնարկել են 2012 թվականի ապրիլին եւ ավարտվել նույն տարվա նոյեմբերին, այն սակայն մի քանի ամիս առաջ է շահագործվել։ Ընթացքի մեջ են Գյումրին 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում հուլիսի 1-ից 8-ը Գյումրիում անցկացվելիք դուետ միջազգային թատերական փառատոնի կազմակերպչական աշխատանքները։ Գյումրիում գտնվող Սուրբ Արսենիի եկեղեցում տարիների դադարից հետո պատարակ է մատուցվել, ռուսական եկեղեցու բացման արարողությունը համընկել է Սուրբ Երրորդության տոնի հետ։ Հունիսի 24-ին ժամը 14:16-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչություն ստացված ահազանգի համաձայն Շիրակի մարզի Լուսախբյուր գյուղի մոտակայքում գտնվող լճում հայտնաբերվել է դի։ Խեղդվածը 1964 թվականին ծնված Գյումրու բնակիչ Լևոն Սուրենի Սուքիասյանն է եղել։ Դին հայտնաբերվել է լճից 50 մետր հեռավորությամբ, գրեթե սուզված վիճակում։ Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Դիակը դուրս է հանվել լճից եւ հանձնվել ոստիկաններին։ Անմիջապես ուրեմն ձեռնարկել ենք միջոցառումներ, պարանային աշխատանքներ եւ անի շրջպրկարական ջոկատի աշխատակցի ուրեմն պարանով, ուրեմն ստրախովկա անելու միջոցով, ուրեմն մենք կարողացանք մտցնել ջուրը եւ այնտեղից դուրս բերել դիակը։ Դա տևեց մինչև 15-ից 10 րոպեի 7 րոպեի սահմանները։ Ուրեմն դիակը դուրս բերելուց հետո այնտեղ էին ուրեմն ոստիկանության ներկայացուցիչներ, որոնց եւ հանձնվեց դիակը իր ամբողջությամբ, դիմում նորից մեր բնակչությանը։ Սիրելիներս, ինչքան հնարավոր է հեռու մնացեք նմանատիպ լողափներից։ Լողափեր Շիրակի մարզի տարածքում, որպեսզի գոյություն չունեն։ Ջրահեղձման մեկ դեպք է գրանցվել նաև Ազատան լճում, համայնքաբնակները ահազանգել են արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչություն, փրկարարները ժամը 18:03-ին ժամանել են նշված վայր եւ ջրից դուրս հանել տարեց կնոջ դի։ Վերջինիս անձը եւ բնակության վայրը դեռևս ճշտված չէ, անհայտ է նաև ջրահեղձման պատճառը։ Ջրից դուրս բերվեց, ջրից ափից մոտ 20 մետր դեպի խորքը, ուրեմն դուրս բեր սկզբից մարդիկ տեսել էին, գյուղապետներ զանգարել, գյուղապետի տեղակալ ավելի ճիշտ, զանգարել եւ տեղակացել, որ մարդանման, անգամ կարող է մեշոկներ բան։ Ուրեմն տեղում անմիջապես օպերխումբը հասավ դեպքի վայր, հասնելով դեպքի վայր մենք դեմի ճիշտ ասած բացարձակ ոչինչ չէր երևում, մարդանման է, մարդը կամ որևէ մի բան։ Մենք աշխատեցինք լեսկայի միջոցով ուրեմն քաշել դուրս բերել, կարողացանք դին դուրս բերել դեպի ափ եւ տեսանք, որ տարեց կին է։ Անձը անհայտ դեռևս ընթացքում ոստիկանության միջոցով կպարզվի անձը ինչ եւ այլը եւ կհայտնվի լրացուցիչ։ Հունիսի 24-ին ժամը 18:40-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթի հատվածում։ Այրվել են փայտյա կառուցատարերը ամբողջությամբ։ Նշենք, որ Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները գրեթե ավարտին են մոտենում։ Առաջիկա օրերին տեղադրվելու էր եկեղեցու զանգը, որն արդեն բերվել էր եկեղեցու տարածք։ Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ, հրշեջներին սակայն երկար ժամանակ չի հաջողվել մեկուսացնել 47 մետր բարձրությունում բռնկված հրդեհը։ 20 րոպե անց մի քանի մարտական հաշվարկներ եւս միացել են հրդեհաշիջման աշխատանքներին։ Կրակը սակայն անհնդատ տարածվել է։ Մոտավորապես ժամը 20-ի սահմաններում արդեն հաջողվել է հրդեհը մեկուսացնել։ Դեպքի վայրում են եղել պաշտոնատար անձինք, ինչպես նաև մտահոգ գյումրեցիներ, ովքեր եւս նպաստել են կրակի մարման աշխատանքներին։ Ամենափրկիչ եկեղեցու ուրեմն գագաթային մասում, այսինքն կուպոլայի մասը, որտեղ որ կատարում շինարարական աշխատանքներ եւ կառուցման աշխատանքներ, ներսի մասից բետոնապատ հատվածի ներսի մասից ուրեմն կան փայտյա կոնստրուկցիաներ, որոնցով որ բարձրանում են վերև մարդիկ աշխատանքներ կատարելու։ Այնտեղից ինչ որ պատճառով ուրեմն հրդեհ է բռնկվել, թե պատճառը ինչ է ասել բացարձակապես չեմ կարող։ Ուրեմն անմիջապես ահազանգից հետո ուրեմն Գյումրի շրջպրկարական ջոկատից ուրեմն դուրս եկավ երկու մարտական հաշվարկ, այսինքն դուրս եկավ կամազ մագնիշի մեքենան եւ
ջրացանը, որից հետո նաև զգացի, որ անհրաժեշտ է երկրորդ մեքենան, Ախուրյանից օգնություն կանչեցի։ Շնորհակալ եմ նաև քաղաքապետարանին, որը նույնպես իր երկու ջրացաներով աշխատեց հնարավորինս մեր ջրով ապահովել։ Եվ մշտական մենք կարողացանք մշտական ջուր մատակարարել գագաթային մասը։ Դուք տեսնում եք, որ բարձրությունը մոտավորապես 50 մետր բարձրության վրա է գտնվում, եւ այդ 50 մետրի վրա աշխատանքները, այսինքն 8 ատմոսֆեր ջուրը տալու դեպքում ուրեմն հազիվ կարողանում ենք հասցնել ուրեմն ջուր հասցնել գագաթային մաս եւ մատուցել։ Դուք տեսնում եք, որ նաև մենք ավտոկռունգն ենք, կրան ենք օգտագործում, որպեսզի կարողանանք ջուրը հասցնել եւ օգտագործել, դաշնջումը կատարել։ Հունիսի 24-ին տեղական ժամանակով 14:16 րոպեին երկրաշարժ է տեղի ունեցել Վանաձորից 23 կիլոմետր հարավ-արևմուտք ընկած տարածքում։ Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը գրանցվել է 2.8 մագնիտուդ, որը համապատասխանաբար հավասար է 4 բալի։ Երկրաշարժը տեղի է ունեցել Սպիտակի օջախային գոտում։ Սպիտակում եւ Ստեփանավանում այն զգացվել է մինչև 3 բալ ուժգնությամբ, ինչպես տեղեկացանք Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրեն Կարեն Մխիթարյանից, օջախային գոտում մարման գործընթաց է սկսվել, թույլ ցնցումները շարունակվում են արդեն 10 օր։ Այսօր առավոտվանից հոկտեմբերյանից Թալին տանող ճանապարհը փակած, Արմավիրի մարզի Խանջան եւ Նայիրի գյուղերի բնակիչները ոստիկանների հորդորով բացել են ճանապարհը։ Բանն այն է, որ մթերող ընկերությունները գյուղացիներին ստիպում են ծիրանը վաճառել 200-ից 250 դրամով։ Այն դեպքում, երբ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 21-ին այցելելով Սպայկա ընկերություն լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ ծիրանը մթերվում է 400-ից 500 դրամով։ Արմավիրի մարզի Հացիկ, Միասնիկյան, Խանջան համայնքների բնակիչներն այսօր փորձում էին փակել Արմավիր-Գյումրի միջպետական ավտոճանապարհը։ Գյուղացիների վրդովմունքը կապված էր ծիրանի իրացման հետ։ Ծիրանի մասսայական բերքահավաքը սկսվել է, գյուղացիները բերքը իրացնելու համար նախապես բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերել Սպայկա ընկերության եւ մասնավոր գնորդների հետ։ Ոմանք նույնիսկ գարնան սկզբին գնորդից կանխավճար են վերցրել, իսկ այսօր փաստի առաջ կանգնել։ Գնորդները դեռ գյուղ չեն մտել, հասունացած ծիրանն ամբողջությամբ ծառերի տակ է թափվում։ Մթերող կազմակերպություններին էլ գյուղացիները 50 դրամով ծիրանը մթերելն անիմաստ են համարում։ Ասում են այգու վրա մեծ ներդրումներ են կատարել նշված գնող բերքը վաճառելու դեպքում ծախսերը չի արդարացնում։ 50 դրամ, ասենք խոսքի դրի տանեմ, ես տամ զավոդին, չէ։ Տրանսպորտի ծախսը հանեմ, բանվորի ծախսը հանեմ, փոխարներն ենք մնացել, հիվանդներն ենք։ Թունաքիմիկատի ծախսը մեր պահանջը, որ գործարանները գոնե ընդունել մի 80 դրամով։ Էդի ոսկի չէ, ծալեմ տնեմ իմ դոշկի տակը հետո ծախեմ։ Ծիրանը հասնում կնաց քուցերից, վերջ։ Ժամ առ ժամ հասնանում։ Ժամ առ ժամ։ Գյուղացիներն իրենց բողոքն արտահայտելու միակ ձևը ճանապարհը փակելն էին համարում, սակայն ոստիկանները թույլ չտվեցին փակել ավտոճանապարհը։ Վերջիններս էլ ճամփեզրին ժամեր շարունակ սպասելով գյուղնախարարի հետ հանդիպում էին պահանջում։ Հարցին լուծման տարբերակներ էին ուզում լսել կառավարության ներկայացուցչից։ Միլիցիայը հորդորեցին, որ ճանապարհը բացեք, նախարարը գալիս է, հələ որ ժողովուրդը քաշվել են այս կողմի վրա, որ դրա համար են հետո Ավելի ուշ գյուղացիների հետ հանդիպեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։ Գյուղացիների պահանջներ կամ կարգավորել մասնավորի մուտքը գյուղեր եւ պահանջել, որպեսզի ծիրանի 1 կիլոգրամը գնվի գոնե 250 դրամով, կամ հնարավորություն ստեղծել, որպեսզի վրացիներն ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ծիրանն արտահանեն Վրաստան։ Խնդիրը նրանում էր, որ գյուղացիների վրացիների մուտքն այս տարի անհնար է դարձել մաքսազերծման գների բարձրացման պատճառով։ Խոսեցի պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ, հիմա իրենք խնդիր են բարձրացրել կառավարության Վրաստանի։ Հիմա այդ խնդիրն են քննարկում։ Հենց հիմա ծիրանը թափմատակը մենք ասում ենք, սենց հարց պետք է լուծենք, նոր նստենք լուծենք, քան նորում այդ հարցը լուծվի։ Ծիրանը Մի 15 օրեք լուծեք, հետո կասեք թե ձեր չիրը հավաքեք տվեք ձեր խոզերին տվեք։ Բա ո՞նց ենք ապրելու։ Գյուղացի մարզպետ բանակցությունների արդյունքում որոշվեց ճանապարհն ազատել, մարզպետը խոստացավ հարցը կքննարկի մթերող այլ կազմակերպությունների հետ։ Հենց գյուղացիների ներկայությամբ զանգահարեց Արմավիրի ՄԱՊ գինու կոնյակի գործարանի ղեկավարությանը։ Պայմանավորվեցին այսօր կքննարկեն ՄԱՊ-ի կողմից գոնե 1500 տոննա ծիրանի մթերման հարցը։ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է 4 քրեական գործ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012-2013 թվականների մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելայնյութ եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի Գեղարքունի
Սյունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ։ Բազմակողմանի օբյեկտի եւ լրիվ նախաքննություն ապահովելու նպատակով հիշյալ 4 քրեական գործերը, ինչպես նաեւ նշված գործընթացում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարված նույն հանցագործությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի մայիսի 3-ին քննվող քրեական գործը միացվել են 1 վարույթում։ Կատարվում է նախաքննություն։ Ազդարար լրատվականի հարցմանն ի պատասխան Շիրակի մարզպետի օգնական Արաքս Կիրակոսյանը տեղեկացրել է, որ կառույցում ստուգումներ իսկապես իրականացվել են, բայց դրանց արդյունքում թե ինչ է պարզվել կամ ինչ է արձանագրվել, համապատասխան ծառայության կողմից կառույցը չի իրազեկվել։ Ներկա պահին չկա տեղեկատվություն, ասել է Արաքս Կիրակոսյանը։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 24-ին եղել է Գյումրիում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ այլոց ուղեկցությամբ այցելել է Պատվո բլուր հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել հուշակոթողին։ Այնուհետ կատարվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայի զինվորականների պարգևատրման արարողությունը։ Նիկոլայ Պատրուշևը իր գործընկերոջ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ Գյումրիում է։ Պատվո բլրում հնչեցին երկու երկրների օրհներգերը, պաշտոնյաները ծաղկեպսակ դրեցին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհվածների հիշատակին։ Հյուրերին Պատվո բլուր ուղեկցեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոս Վասիլի Կորչմարը, այլ պաշտոնյաներ եւ զինվորականներ։ Կատարվեց պարգևատրման արարողություն։ Նիկոլայ Պատրուշևի կողմից շքանշանների արժանացան Գյումրու 102 ռազմաբազայի մի շարք զինվորականներ։ Замечательно чувствуют себя здесь. Ռուս զինծառայողները իրենց Գյումրիում հրաշալի են զգում, այն որ այստեղ իրենց ծառայությունն են անցկացնում ռուսները, երաշխիքն է այն բանի, որ ոչ մի բացասական երևույթ Հայաստանի տարածքում չի դիտվելու։ Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը նշեց, որ 102 ռազմաբազան լավն է ու ժամանակակից եւ կշարունակի կատարելագործվել։ Երկու երկրների պաշտպանության նախարարները զբաղվում են այս հարցով, ունեն ծրագրեր, սակայն ներկա վիճակով էլ այն պատրաստ է եւ կարող է ցանկացած խնդիր լուծել։ Նիկոլայ Պատրուշևը իր կարծիքը հայտնեց Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ։ Մենք ստրատեգիական գործընկերներ ենք եւ մեր հարաբերությունները կշարունակեն ընթանալ միայն դրական եւ առաջընթացային։ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցը եւս հստակ պատասխան ունեցավ։ Ռուսաստանը առևտրային հարաբերությունների մեջ է բոլոր երկրների հետ, ցանկացած երկիր, որը ուզում է, կարող է օրենքի թույլատրելիության սահմանում զինամթերք ձեռք բերել։ Բոլոր երկրներում էլ պահպանվում են շուկայական հարաբերությունները, Ռուսաստանում եւս։ Մենք չենք կարող չվաճառել տեղական արտադրանքը, հակառակ դեպքում կվնասենք արտադրությանը, բայց զենքի առումով հաշվի առնված է Հայաստանի եւ Ռուսաստանի ստրատեգիական հարաբերությունները, նշեց Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Նազելի Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից։ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի բարձրագույն ղեկավարության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, Սենատի նախագահ Բոգդան Բորուսևիչի, վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն եւ բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բրոնիսլավ Կոմորովսկու համատեղ մամուլի ասուլիս է։ Հայաստանի եւ Լեհաստանի նախագահները Վարշավայում կմասնակցեն նաեւ հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը։ Պաշտոնական այցի շրջանակներում ի թիվս այլ միջոցառումների նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Այս շաբաթվա ընթացքում հնարավոր է Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը բարձրացնի երկրի նախագահ Միխայել Սահակաշվիլիին իմպիչմենտ հայտնելու, այսինքն նրա պաշտոնանկության հարցը։ Ամենայն դեպս կիրակի օրը կայացած ճեպազորույցում խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչ Գիա Ժորժոլյանին ասել է, որ մեծամասնությունը պատրաստվում է դիմել այդ քայլին։ Նրա կարծիքով բավականին հիմքեր կան երկրի նախագահին իմպիչմենտ հայտնելու համար։ Նա ասել է, թե ինքը որպես падգամավոր չորեքշաբթի օրը կայանալիք խորհրդարանի լիագումար նիստին հանդես կգա համապատասխան նախաձեռնությամբ։ Նույն օրը պաշտոնից հեռանալու մտադրության մասին խոսել է վրացական երազանք դաշինքի հիմնադիր երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ում դաշինքն էլ խորհրդարանում մեծամասնություն է կազմում։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին ղեկավար Նելսոն Մանդելայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ջեյքոբ Զուման, ով անձամբ այցելել է արդեն ավելի քան 2 շաբաթ հիվանդանոցում գտնվող Մանդելային։ Զումանը նաև նշել է, որ նախկին նախագահը ապահով ձեռքերում է, թեև վերջին օրերին նրա վիճակը վատթարացել է, բայց բժիշկները անում են ամեն ինչ, որպեսզի 94-ամյա Մանդելային փրկեն թոքերի վարակից։ Տարվա սկզբից Նելսոն Մանդելան արդեն 3-րդ անգամ է հոսպիտալացվում։ Պաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելի հարավային շրջանների ռմբակոծությանը Իսրայելը հակահարված է տվել։ Գազայի հատվածի ուղղությամբ բացված պատասխան կրակի հետևանքով 3 օբյեկտ մասնակի փլուզվել է, տեղեկացնում է Վզգլյադը։ Դեռևս չհաստատված տվյալներով պաղեստինցիների կողմից հարձակման պատճառ է դարձել Համասի դաշտային հրամանատարի սպանությունը, որը տեղի է ունեցել հունիսի 22-ին։ Սա առաջին նման միջադեպն է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։ Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ գիշերը, պաղեստինյան խմբավորումները 6 հրթիռ էին արձակել Իսրայելի հարավային մասի ուղղությամբ։ Էկվադորի կառավարությունը Էդուարդ Սնոուդենին, ով քաղաքական ապաստան ստանալու համար դիմել էր երկրին, տվել է փախստականի փաստաթղթեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում կատարելով Reuters-ին, որը մեջբերում է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սնոուդենի անձնագիրը չեղյալ էր հայտարարվել, ինչի մասին Միացյալ Նահանգները տեղեկացրել են թե Հոնկոնգին, թե Ռուսաստանին, որտեղ կիրակի օրը գտնվում էր ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը։ Ինչ վերաբերում է Հոնկոնգին, ապա Էկվադորի իշխանությունները պարոն Սնոուդենին տվել էին փախստականի թղթեր, որոնք անհրաժեշտ են թռիչքի համար, ասել է Ասանժը։ Ըստ նրա, նման փաստաթղթեր ստանալը չի նշանակում, որ Սնոուդենի քաղաքական ապաստան ստանալու խնդրանքը կբավարարվի։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների հետախուզության նախկին գաղտնի գործակալ Էդուարդ Սնոուդենը բացահայտել էր ամերիկյան հետախուզության մեքենայությունները, իսկ երկիրը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել։ Շուտով ֆրանսիական մեքենաներում կհայտնվեն սև արգղերի պես սարքեր, որոնց առկայությունը պարտադիր է օդային փոխադրամիջոցների պարագայում։ Նման սարքը հնարավորություն կտա պարզել, թե ինչ է կատարվել մեքենայի հետ ավտովթարից 30 վայրկյան առաջ։ Այն տեղեկություններ կհավաքի արգելակման համակարգի, արագության, անվտանգության գոտու եւ օդային բարձիկների վերաբերյալ, սակայն սարքը համալրված չի լինի տեսահսկման համակարգով եւ բարձրախոսով, ինչը հնարավորություն չի տա տեսնել ավտովթարի նախորդած տեսարանը եւ լսել մեքենայի սրահում եղած ուղևորների խոսակցությունը։ Ոլորտի վերլուծաբանները գտնում են, որ նման սարքերի տեղադրումը կնպաստի վարորդների զգոնությանը, ինչն էլ կհանգեցնի ավտովթարների թվի կրճատմանը։ Կրկին տեղի նորություններից։ Գյումրիում գտնվող Սուրբ Արսենիի եկեղեցում տարիների դադարից հետո պատարագ է մատուցվել։ Դարերի պատմություն ունեցող ռուսական եկեղեցին տարբեր ժամանակահատվածներում ենթարկվել է թշնամիների ոտնձգություններին, քանդվել եւ ավերվել։ Այսօր, սակայն, շնորհիվ հավատացյալ ժողովրդի եկեղեցին վերակառուցվում է իր հարկի տակ հավաքելով ռուս քրիստոնյաներին։ Ռուսական եկեղեցու բացման արարողությունը, որը կայացել է հունիսի 23-ին, համընկել է Սուրբ Երրորդության տոնի հետ։ Ռուսները այն նաև ծաղկի տոն են անվանում, հայերը համբարձում։ 1910 թվականին ռուսական եկեղեցին Կազաչի պոստ կոչվող վայրում պատերազմական տարիներին է կառուցվել։ Այստեղ կազակները մարտի մեկնելուց առաջ են եկել աղոթել Աստծուց հաղթանակ խնդրել։ Здесь был казачий пост. Այստեղ Կազաչի պոստն է եղել, զինվորներն այստեղ աղոթել են։ Հենց այդ հավատն է նրանց տարած հաղթանակին նպաստել։ Կառուցումից հետո 20 տարի է եկեղեցին գործել։ 1915 թվականի հայոց մեծ եղեռնից հետո այն իբրև մանկատուն է ծառայել։ Ծնողազուրկ երեխաներն են այստեղ խնամվել տարիներ անց, անասուններ են պահվել եկեղեցում, այնուհետ բարձի թողի է մատնվել։ Այսօր այս պատերը կրկին վերակենդանացան, տարածքը լցվեց Սուրբ Խնկաբույրով։ Նախկինում ուրեմն որ եկանք Երևանից ներկայացուցիչներ էին եկել, միասին մենք այցելեցինք, նրանք նկարահանեցին
չեմ անում կինոյի համար էր թե ինչի չհասկացա, երկու օր նրանք այդ նկարահանումները կատարում էին այս մեր եկեղեցին ու զարմացել էին թե ինչ ահավոր վիճակի մեջ էր, սարսափելի, ամբողջ քանդված, կեղտոտված մի խոսքով, հա, բայց շատ վատ էր, բայց մի ինքան ուրախ եմ, որ տեսա մաքուր, գոնե կարող ենք այցելել։ Когда мы верим и совершаем. Երբ մենք հավատում ենք, մեծ գործեր ենք կատարում։ 80 տարի անց անցկացվում է արարողակարգ նվիրված Սուրբ Երրորդության տոնին։ Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր լավ են հասկանում եկեղեցու դերը մեր կյանքում։ Мы отмечаем в честь исторического события. Տոնի գաղափարն այն է, որ մարգարեների վրա է իջնում Սուրբ Հոգին։ Հիսուսի հարության 50-րդ օրը, երբ մարգարեները Սուրբ Մարիամի հետ աղոթում էին Երուսաղեմից ոչ հեռու գտնվող լեռան վրա, հանկարծ բարձր ձայն է լսվում ու երևում է Հիսուս Քրիստոսը։ Ժողովուրդն օրն անվանում է նաև ծաղկի տոն, այն նույնացվում է հայկական համբարձում տոնի հետ։ Նախկինում այդ օրը մարդիկ միմյանց ծաղիկներ են նվիրել։ Это начало где-то окончания весны. Քանի որ տոնը զուգակցվում է գարնան ավարտով ու ամռան մեկնարկով, դրա համար էլ ժողովուրդն այդ օրվան նման բացատրություն է տալիս։ Այդ օրը բնությունը եւս վերակենդանանում է։ Ոչ միայն Սուրբ Երրորդության, այլև հոգևոր բոլոր տոները այսուհետ կնշվեն այս եկեղեցում, միայն թե շինարարական աշխատանքները պետք է ավարտին հասցնել, ինչի համար ներդրումներ են անհրաժեշտ։ Нужны большие вложения, конечно. Մեծ ներդրումներ են պետք, համոզված եմ, մի օր մի դուր կբացվի։ Նախորդ տարի ստեղծված կազակական ֆոնդը կարծում եմ կաշխատի ու կնպաստի եկեղեցու վերակառուցմանը։ Որոշ ժամանակ անց ռուսական եկեղեցին կվերակառուցվի ու Հայաստանում ապրող ռուս շատ քաղաքացիներ հնարավորություն կունենան այցելել այստեղ, լինել Աստծո տանն ու աղոթել։ Հեղինե Մանուկյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Վահրամաբերդի մշակույթի տան աշխատանքները մեկնարկել են 2012 թվականի ապրիլին եւ ավարտվել նույն տարվա նոյեմբերին, այն սակայն մի քանի ամիս առաջ է շահագործվել։ Շենքն ամբողջապես նորոգվել է, բայց անմխիթար է մնացել մշակույթի տանը գտնվող Մինաս Ավետիսյանի սպասում որմնանկարի վիճակը։ Երկար ժամանակ բանակցություններ էր գնում, որպեսզի նկարը տեղափոխվեր Երևան, իրենք մեկնաբանում էին, որ տարածքում հնարավոր չէ պահպանել, որպեսզի իրականում նկարը մնա որպես նկար, պետք է տեղափոխվի Երևան, հետագայում երբ որ կուլտուրայի տուն կառուցվի գյուղում, նորից հետ կբերեն։ 1991 թվականից սկիզբ առած այս պատմությունը Մինաս Ավետիսյանի սպասում որմնանկարին է վերաբերում։ Տարիներ շարունակ որմնանկարը բացօթյա վիճակում է գտնվել։ Վահրամաբերդցիները դրա պահպանման խնդիրը բարձրացրել են բազմիցս, ընդհուպ մինչև հանրապետության նախագահ։ Հանրապետության նախագահին է գրել, որ նման խնդիր կա, ունենք համայնքում Մինաս Ավետիսյանի գործերից մեկը, որը պահպանել իրականում հնարավոր չէ, եթե չկառուցվի կուլտուրայի տուն։ Երկար բանակցություններից եւ գյուղացիների համար ջանքերից հետո որոշվեց Մինասի սպասումը թողնել Վահրամաբերդում եւ կառուցել մշակույթի տունը։ 2012 թվականի ապրիլ ամսից մեկնարկեցին մշակույթի տան աշխատանքները։ Մասնաշենքի վերակառուցումից հետո Վահրամաբերդցիները երկար սպասեցին մասնաշենքի պաշտոնական բացմանը, սակայն այն այդպես էլ տեղի չունեցավ։ Իսկ որմնանկարը թեև իր գլխին ծածկ ունեցավ, բայց այնուամենայնիվ չվերականգնվեց։ Գրություն է ուղարկել քաղաքաշինության նախարարությունը նկարի համար, իրենք պատասխանեցին ինձ, որ գործընթացը շուտով կլինի, այսինքն իրենք իտալացիների հետ պայմանագիր ունեն, ինչ որ 10 միլիոն գումարի չափ ասացին, որ արդեն նախատեսել են, որ վճարելու են, շուտով գալու են անելու։ Այս խոսակցությունից անցել է արդեն 4 ամիս։ Սպասումը վերականգնողական աշխատանքների է դեռ սպասում։ Օրերն անցնում են, քայլեր սակայն չեն ձեռնարկվում։ Որմնանկարի վերականգնողական աշխատանքների համար ըստ նախնական հաշվարկների կպահանջվի 15-ից 20 միլիոն դրամ։ Պատասխանատուներն էլ խնդրի առընչությամբ որևէ հստակ պատասխան դեռ չունեն։ Մարգարիտ Ամինասյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Ընթացքի մեջ են Գյումրին 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում հուլիսի 1-ից 8 է Գյումրիում անցկացվելիք դուետ միջազգային թատերական փառատոնի կազմակերպչական աշխատանքները։ Այն իրականացվելու է Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ։ Որպես ԱՊՀ տարածաշրջանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում իրականացվելիք թատերական փառատոնին աջակցելու է նաեւ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը։ Բացի ներկայացումներից փառատոնի շրջանակներում նաև անցկացվելու է հեռուստաքննարկում ուղիղ եթերի ձևաչափում, որին մասնակցելու են ինչպես արհեստավարժ կազմկոմիտեի անդամները, այնպես էլ արվեստագետներն ու այլոք։
Քննարկումը ծավալվելու է Ցայք մարզային հեռուստաընկերության նոր եւ մեծ տաղավարում։ Ցայք մարզային հեռուստաընկերությունում նոր տաղավար է կառուցվում, այն լինելու է համապատասխան ժամանակակից ինդուստրիայի պահանջներին։ Հյուրերն այստեղ զրուցելու են, քննարկելու են, նրանց թվում են լինելու ինչպես դուետ միջազգային փառատոնի արհեստավարժ կազմկոմիտեի անդամներն, այնպես էլ այլ արվեստագետներ ու արվեստասերներ։ Մենք որոշել էինք սկիզբը անենք հանրապետական, բայց հետո ուրեմն նախարարը ինձ ասեց, ես ուզում եմ միջազգային լինել, որտեղ Գյումրին դառնում է ԱՊ երկրների մշակութային մայրաքաղաք եւ այդ շրջանակներում արեք միջազգային անենք։ Գյումրին ինչ եղել, պետք է լինի դիեզերականներ լինենք։ Մինչ տաղավարն է կյանքի կոչվում դուետ միջազգային թատերական փառատոնի նախագահ ու գեղարվեստական ղեկավար Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը պատասխանում է, թե ինչու հենց դուետ։ Դուետ փառատոնը, որը երկու հոգի է, արդեն կա շփում իրար միջև դերասանների, արդեն կա շարժում գործողության իմաստով, արդեն կա զարգացում գործողության իմաստով, արդեն այդ պատողական բնույթը դուրս է գալիս, երկու հոգի շփվում են իրար հետ, ինչը շատ կարևոր է, հոգեբանորեն կարողանում են ստեղծել այդ կերպարները, որոնք հետո փոխադարձվելով իրար հետ ստեղծում են հետարքի ներկայացում։ Փառատոնին մասնակցելու համար Գյումրի են գալու թատերախմբեր Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Կիևից, Թբիլիսիից, Հայաստանից եւս կան մասնակիցներ, արտերկրի հյուրերի համար ամեն ինչ պատրաստվում է։ Փառատոնին միայն նրանց ներկայացությունն է կարևորվել թատերախմբերը բեմի ձևավորման կահավորման հետ առնչություն չեն ունենա։ Հայաստանում եզակի փառատոններից է, որ թատերախմբերին որևէ սահմանափակման մեջ չի դրել դեկորացիայի տեղափոխման առումով, զգեստների տեղափոխ, որովհետեւ միշտ փառատոններ արվում են, խնդրում ենք ոչինչ, այս մեկը պակաս, այս մեկը ոչ։ Այդպիսի բան չկա, այս փառատոնը տարբերվում է, ինքը կոնկրետ ոնց որ խաղացվել է ներկայացումը Մոսկվայում, Փարիզում, Ուկրաինայում, Կիևում, այդ նույն դեկորներով, նույն զգեստներով, որևէ բան չխնայելով այդ ներկայացումը բերվում է։ Պատրաստվող բոլոր դեկորացիաները ծախսատար են, սակայն լինելու են առանց թերությունների միջազգային առաջին փառատոնը Գյումրիում պատվով է ներկայանալու։ Հայդի փառատոն։ Փառատոնի բյուջեն նախապես հաշվարկվել էր 18 միլիոն դրամի սահմաններում, այնուհետ սեղմվել ու հասել է 11 միլիոն 600 հազարի, որից 5 միլիոն դրամը տրամադրվելու է հանրապետական բյուջեի պահոստային ֆոնդից, մնացած մասը ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամից։ Փառատոնին մասնակցության հայտ ներկայացրած 25 թատերախմբից ընտրվել է 20-ը։ Աճեմյանականները ներկայացումով չեն մասնակցում, սակայն կազմակերպչական ու այլ հարցերում հիմնավորապես աջակցում եւ ներգրավված են։ Բոլոր հայտերի քննարկումից հետո եւս մեկը ստացվել է Շուշիից, հայտը չի մերժվել։ Գյումրին հյուրընկալ կլինի նաև այս հյուրի նկատմամբ։ Գաբրիել Գարսիա Մարկեսի երկնագույն շան աչքերը պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման փորձն է սա։ Այն փառատոնին ներկայացնելու է Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողական թատրոնը։ Ներկայացման ավարտից հետո ամեն ինչ չէ, որ վերջանալու է հանդիսատեսը, դերասաններն ու ժյուրին հենց նույն օրը հանդիպելու են մեկ այլ ձևաչափում, քննարկելու են ներկայացումը, գտնելու դրական ու շտկելու թերությունը։ Այդ քննարկումները շատ կարևոր են նաև դերասանների համար, որոնք նստում լսում են թե հանձնաժողովի եւ թե նույնիսկ հանդիսատեսի կարծիք իրենց արած գործի մասին։ Միշտ հետարքիր է, չէ, գնահատականը։ Պարտադիր չի որ միշտ լինի հիացական բացակայություններ, ինչպես դա ընդհանրապես սովորական է դարձել, որովհետեւ պրեմիերային կանչում են իրենց ծախակողնան հարևանին, պապային, մամային, քենում, բան նրանք էլ ասում են վայ ազիժան, ես ինչ ես անում, ոչ ման չի անում, բայց դե բարեկամներ են հավաքվել են գովում են, բան նա էլ կարծում է իսկապես շատ լավ է եւ իր աճի մեջ կանգի առնում։ Դալիճ հանդիսատեսը կկարողանա մուտք գործել ինչպես հրավիրատոմսով, այնպես էլ տոմսով։ Տոմսի արժեքը խորհրդանշական թվով է սահմանվել, դրանք ըստ փառատոնի տնօրենի արդեն սպառված են։ Դուետ միջազգային փառատոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն էլ նշում է, թե յուրաքանչյուր ներկայացում իր հանդիսատես ունի, նրանք տարբերակված են եւ ոչ ինքնանպատակ։ Արմենու Հիմինասյան, Լևոն Խաչատրյան, Ազդարար։ Ավելացնեմ նաև, որ հուլիսի 1-ին դուետ միջազգային փառատոնը կբացվի Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի սրճարան կյանքը վարդագույն լույսի մեջ ներկայացումով։ Փակումը հուլիսի 8-ին է։ Ներկայացումները կկազմակերպվեն Գյումրու 2 դահլիճներում՝ դրամատիկականում եւ արվեստների ակադեմիայում։
Հունիսի 22-ին հատուցում ծրագրի 3-րդ փուլում Սև ծով հանգստի են մեկնել Գյումրու Պրոգրես համալսարանի դասախոսները, ուսանողները, աշակերտներն ու ըմբիշները։ Թվով 50 քաղաքացի Քոբուլեթիում կանցկացնի իր 7-նորյա հանգիստը, այցելելով տեսարժան վայրեր եւ մասնակցելով տարբեր միջոցառումների։ Ցայիկ մարզային հեռուստաընկերությունը արդեն 3 տարի է համագործակցում է այս ծրագրի հետ։ Անակնկալ էր, որովհետև գիտեք, որ մեր պայմաններում ծովափնյա հանգիստը ահագին թանկ հաճույք է, իսկ այդ քիչ ծախսերով գնալ ծով հանգստանալ դա մեծագույն նավեր է։ Կարմրուկի հետ կապված ոչ մի խնդիրներ չկան, որովհետև այդ ուղղակի ասեկոսներ են, չեմ կարող ասել ում կողմից, բայց ասեկոսներ են ուղղակի։ Իսկ կոնկրետ կոլեկտիվի հետ կապված հանգացած ուսանողից հանգացած երեխայի պետք է հանգիստ, որպեսզի նա կարողանա նաև սեպտեմբերի 1-ին հետ վերադառնալ կոնկրետ արդեն ուսումնական process-ի մեջ ավելի ներգրաված լինի։ Հունիսի 11-ից 13-ը Երևանի Կարմիր խաչ վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել հաշմանդամների սպորտային 11-րդ հանրապետական փառատոնը։ Փյունիկ հաշմանդամների միության Գյումրու մասնաճյուղից փառատոնին մասնակցել է 10 մարզիկ։ Նրանք ներկայացրել են 4 մարզաձևում՝ լող, բազկամարտ, ծանրամարտ եւ սեղանի թենիս։ Արդեն 10-րդ տարին է փյունիկցիները մասնակցում են այս փառատոնին, 9 մեդալով է խումբը վերադարձել Գյումրի։ Մարզիկներին հունիսի 24-ին հյուրընկալել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Քաղաքապետը գովեստի խոսքերից բացի նրանց հանձնել է նվերներ։ Մենք աջակցելու ենք, որպեսզի կարողանանք լուրջ աջակցություններ ունենալ, որովհետև մեր քաղաքի անունը կարողանանք բարձրացնել եւ ամենակարևորը սպորտային աջակցությունները մեր անունը ասում են մեր բրենդը շատ բարձրացնել։ Օլիմպիական խաղերից հետո այս հանրապետական խաղերը արդեն շատ հեշտ են թվում, այնպես որ սա եւս մեկ ապացույց է մեր հանրությանը, որ հաշմանդամ մարդիկ կարող են լիարժեք գտնվել բոլորի կողքին եւ ոչ մի խնդիր, ոչ մի ծանրություն, ոչ մի պարագայում չտեսնեն։ Մեծ կարևորություն եմ տալիս մեր մարզաձևերին, 3 ոսկի, 2 արծաթ եւ 2 բրոնզ, եւ հույս ունեմ, որ մեր մարզաձևը կշարունակվի, ակտիվանա եւ քաղաքում էլ կգտնվեն հաշմանդամներ, որոնք կուզենան այդ սպորտաձևերով զբաղվելու։ Մենք մեծ սիրով հրավիրում ենք, որտեղ ունենք շատ հագեցած մարզատալիճ։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզային ներկայացուցչության նախաձեռնությամբ անցկացվել է մարզական միջոցառումների շարք նվիրված օլիմպիական շարժման միջազգային օրվան։ Մրցումներում չեն եղել հաղթողներ եւ պարտվողներ, մասնակցությունը արդեն հաղթանակ էր յուրաքանչյուրի համար։ Յուրաքանչյուր տարվա այսօրը մեր հանրապետության տարբեր քաղաքներում մեծ շուկով է նշվում օլիմպիական շարժման միջազգային օրը, ու բացառություն չէ Շիրակի մարզը։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մարզային ներկայացուցչության տնօրեն Արմեն Բադեյանի նախաձեռնությամբ տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ ընդգրկվեցին պայքարի բովում իրենց ներկայությամբ կարևորելով ու անմոռանալի դարձնելով մարզական տոնակատարությունը։ Քանի որ միաժամանակ մի քանի մրցումներ անցկացվեցին զուտ հնարավորության առումով, օպերատորական տեսախցիկը չէր կարող արձանագրել բոլոր ստուգատեսները։ Այդուհանդերձ այն, ինչ ունեցավ քաղաքի տարբեր տարածքներում ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասսայականացման ուսանելի օրինակ էր։ Միջազգային օլիմպիական օրվա առիթով ամեն տարի անցկացվում է միջազգային օլիմպիական կոմիտեի տոնը, որը կազմակերպում են համայն աշխարհով մեկ օլիմպիական կոմիտեները, համապատասխան իրենց հանրապետությունների, մարզերի, քաղաքների կոմիտեները։ Այս միջոցառումը նպաստում է մարզիկներին, մարզասերներին եւ հասարակությանը զբաղվեն սպորտով առողջ ապրելակերպով։ Եվ մեր նպատակն է, որ մեր Գյումրիի, մեր Շիրակ աշխարհի մարզիկները եւ հասարակությունը լինեն առողջ, լինեն առույգ եւ զբաղվեն սպորտով, որ ունենանք առողջ հասարակություն։ Պատանի ֆուտբոլիստներն անցկացրեցին փորձնական վարժություններ, ապա բաժանվեցին երկու թիմերի։ Շախմատիստները, դահուկորդները անիվների վրա, վազորդները, ակրոբատները, այլ մարզաձևերի ներկայացուցիչներն իրենց կարողությունները դրսևորեցին։ Մեզ համար կարևոր էր դահուկորդների ներկայությունը, քանի որ հաջորդ տարի Սոչիում կայանալու են ձմեռային օլիմպիական խաղերը, եւ Հայաստանի դահուկավազքի հավաքականի գլխավոր մարզիչ, Հանրապետության վաստակավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանից տեղեկացանք, որ Շիրակի մարզն էլ ունենալու է իր պատվիրակները։ Դահուկավազքը օլիմպիական ձև է եւ մենք անվավոր դահուկներով համառը պարապում ենք,
որպեսզի ծմրանը տաղուկների վրա արդեն մեր պարամունքներն է։ Դա առողջ ապրելակերպի մեջ են մտնում, որ երեխաները նախապատրաստվեն, ֆիզիկապես բարձր են, ես ուրախ եմ այսօրվա միջոցառման համար, մենք անպայման պետք է մասնակցենք եւ մասնակցում ենք, դուք գիտեք արդեն Սոչի օլիմպիական խաղերն էլ է, մենք անվավոր թաղումներով պատրաստվում ենք ծմերը օլիմպիական խաղերին։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծ կարևորություն է տալիս այս նախաձեռնությանը։ Օլիմպիական շարժման միջազգային օրվան նվիրված միջոցառումների մասսայականությունը կայանում է նրանում, որ բացի արհեստավարժ մարզիկներից իրենց հնարավորությունները ցանկության դեպքում կարող են դրսևորել նաև մեր շարքային համակարգացիները։ Երկիրը կարող է հզոր լինել, եթե յուրաքանչյուր բնակիչ ապավինի իր ֆիզիկական տվյալներին, այլ ոչ թե առողջությունը վերականգնի դեղորայքի միջոցով։ Արմեն Բադրյանը նշեց, որ իրենք բազմաթիվ նման միջոցառումներ են նախատեսում մինչև տարեվերջ, եւ մեր համակարգացիները դեռ շատ առիթեր կունենան մասսայական ֆիզկուլտուրային եւ սպորտի մոտ կանգնելու։ Սամվել Աղանյան, Լևոն Խաչատրյան, Ազդարար։ Այսքանը դուք դիտում եք Ազդարար լրատվականի գլխավոր թողարկումը, ցտեսություն եւ ամենայն բարիք։